Այսօր ստորագրվող 2019-23 թվականների արժանապատիվ աշխատանք ազգային ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության, սոցիալական գործընկերների և աշխատանքի միջազգային կազմակերպության համագործակցության արտացոլումն է, որը նախանշելու է առաջիկա 4 տարիների մեր գերակա ուղղությունները և այն արդյունքները, որոնց ակնկալում ենք հասնել։ Այս ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ևս մեկ անգամ հաստատում է իր հավատարմությունը ԱՄԿ կոնվենցիաներին և միջազգային չափանիշներին համահունչ իրականացվելիք ծրագրերի և գործողություններին, որպեսզի ապահովենք կայուն զբաղվածությունը, բոլորի համար արժանապատիվ աշխատանքի հնարավորությունը, ինչպես նաև սոցիալական պաշտպանությունը և հավասարությունը։ Ծրագրով նախատեսվում է իրականացնել իրավակարգավորումներին ուղղված բարեփոխումներ, որպեսզի կարողանանք բարելավել մեխանիզմները այս ոլորտում, բարելավել քաղաքականությունը զբաղվածության ոլորտի և ապահովել կանանց, տղամարդկանց հավասար մասնակցությունը զբաղվածության ոլորտում, ինչպես նաև ներառումը բոլոր խմբերի և հատկապես խոցելի խմբերի այս ամբողջ զարգացման գործընթացում։ Ծրագիրը բնականաբար նոր լիցք է հաղորդելու ապրիլյան հեղափոխությունից հետո նոր կառավարության որդեգրած սկզբունքներին, որն է աշխատանքի խրախուսումը և արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը Հայաստանում։ Participatory and cooperative manner among constituents. Ես շատ ուրախ եմ, մասնավորապես, որ այս ծրագիրը մշակվել է շատ մասնակցային ձևով և շնորհակալություն եմ հայտնում նաև սոցիալական պարտներներին, նախարարությանը, գործատուների միությանը և արմենությունների կոնֆեդերացիային ակտիվ մասնակցության համար։ Եվ ինչպես նախարարը արդեն նշեց, այս ծրագիրը ստորագրվում է աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակին, այս կազմակերպությունը հիմնադրվել է 1919 թվականին առաջին համաշխարհային պատերազմից հետո Վերսալյան պայմանագրով։ Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ILO-ի ԱՄԿ-ի մանդատին, մենք շատ լավ համագործակցություն ունենք Հայաստանի հետ, Հայաստանի անկախությունից ի վեր 92 թվականից։ Եվ ցանկանայի նշել հատկապես 3 առաջնահերթությունները, որոնք արտացոլված են այս արժանապատիվ աշխատանքի ծրագրի մեջ, դրանք են աշխատանքային իրավունքները, զբաղվածությունը և սոցիալական երկխոսությունը, որոնք շատ կարևոր են, երեքն շատ կարևոր են ԱՄԿ-ի համար։ Շատ կարևորում եմ զբաղվածության օրենսդրության մշակումը և այդ օրենսդրության ճիշտ կատարումը, որովհետև լուծումը ոչ թե կարգավորումն է, այլ ճիշտ կարգավորումը։ Ես շատ ուրախ էի, որ լսեցի նախարարի քննարկման ժամանակ լսեցի, որ Հայաստանը ցանկանում է կատարել ԱՄԿ բոլոր ստանդարտները և գլոբալ մոնիտորինգային մեխանիզմների առաջարկությունները։ Ցանկանում ենք մասնակցել կամ հաճույքով մասնակցենք աշխատանքային օրենսգրքի վերաբերող օրենսդրության վերամշակման գործընթացում։ Ինչ վերաբերում է զբաղվածության ոլորտին, մենք պատրաստ ենք մասնակցել կառավարության զբաղվածության ռազմավարության մշակմանը և հատկապես ուշադրություն դարձնել վերապատրաստման հարցերին և երիտասարդների մասնակցությանը զբաղվածության ոլորտում։